Եթե ասում ենք, որ ժամկետն անց է, եւ զեկույցը արդեն չի կարա գոյություն ունենա, նշանակում է զեկույցը չկա, ինչն ենք զեկուցելու։ Այսինքն դեմ եք, որ մի վարքյան փակ քննարկում կարամ հենց հիմա ես հավաքեմ որպես հանձնաժողով, բոլորին հավաքեմ, սկսեմ քննարկել, բայց սահմանադրական օրենքի պահանջը լրիվ այլ է։ Լիագումար նիստում ինքը իր իրավական ուժը պետքա կիրառվի։ Հիմա ես սպասում եմ, որ հաջորդ խորհրդի նիստում կլինի որոշում, եթե չի լինի, կներեք, առ դեպքում պետքա իրավաբանները տան հարցի պատասխան։ Վերջին հաշվով հենց այնպես չի, որ ես եթե նամակ եմ ուղարկում իրավական բացատրությունների, որևէ մեկի չեմ խորհրդակցել։ Եթե խոսում են իրավաբանական կրթության մասին, ես էլ ունեմ այդ կրթությունը։ Թող վերցնեն նաև գնահատականները համատեն։ Պարոն Քոչարյան, դուք ինչու է տարբեր մեկնաբանության առիթ Այդպես են երկու իրավաբան միշտ երկու կարծիք ա լինում։ Իրավաբան չէ, երկու քաղաքական գործիչ։ Երեք Ալեւին Սիմոնյանն ասում է մեկնաբանման հարց է, ես խնդիր չունեմ, պարոն Քոչարյան։ Ելի չունենք, ես էլ չունեմ։ ասում եք դուք յուրովի եք մեկնաբան։ Ես չեմ մեկնաբանում, ես խորհրդակցում եմ նաև այնպիսի իրավաբանների հետ, որոնք նաև տիրապետում են սահմանադրական իրավունքին։ Ես անուններ չտամ, որովհետև այն մարդիկ, որոնք նաև քննարկել են, որտեղ ես երեխա չեմ, նաև քարորիայի ժամանակ եմ քննարկել, որտեղ այնտեղ է կալ ժամկետի խնդիր, բայց մի մոռացեք, որ պաշտպանության հանձնաժողովը երկու դեմքով է հանդես գալի եւ տարբերվում է մյուս հանձնաժողովներից։ Ինչու՞, որտեղ մեր մշտական գործող այն հանձնաժողովն է, որը միայն ունի իրավասություն նման հարցերի քննություն իրականացնելու։ Դա ինչ է նշանակում, որ դու երբ որ ժամկետը վերցրել ես X ժամանակահատվածի համար 6 դու փաստեր ես հավաքագրել, բայց զեկույցի պատրաստման համար ժամկետ չկա նշած։ Տիկին Խաչատրյան, դու գոնե շատ լավ գիտես, ես քեզ իրավական այդ բաները բացատրել եմ։ Եվ հիմա ձեզ եմ բացատրում։ Այստեղ խնդիր չկա։ Նախ վերջին հաշվով նպատակը, զեկույցի նպատակը, ունենալ զեկույց, ցանկացած լուծում իրավական պետքա ձգտի ինչ-որ նպատակի։ Մեր նպատակը ունենալ զեկույց, որի մասին անընդհատ խոսում են։ Եվ ամեն ինչ անում են, որ այդ զեկույցը հանկարծ չհայտնվի։ Հիմա նաև, տեսեք, ընդդիմությունը մի հատ ձեն չի հանում։ Ժողովուրդն անդադ գրում է, այսօր ինչ-որ բանագրեր են, որում արդեն շատ հիմնավորված, ինչ-որ կոնսուլտացիաներ կան եւ նաև տեղեկատվություն զեկույցից։ Լուրեր.com-ը ումն է։ Դա այստեղ ինչ-որ մեկը։ Նրանք էլ արտատպել են այլ բանով եւ այլն։ Խնդիրը դրա մեջ չի։ Նպատակը զեկույցն է, զեկույցը կա։ Զեկույցը իհարկե, պարոն Սիմոնյան ճիշտ ասում, սենց թե նենց հասարակության համար հասանելի պիտի դառնա։ Գամ անալոգիան դրա, փաստավակ խմբի 5 զեկույց, որի տակ իմ բոլոր 5-ի տակ իմ ստորագրությունները կան։ Այդ որում մեկն է, որի ընդունումից հետո Համլետ Թեթևոսյանի լուծարվեց փաստավակ խումբը, բայց զեկույցները հրապարակելուց հետո մի հեդի որոշման մեջ փաստավակ խմբի զեկույցներին ներ, չէ՞ եղումները։ Պատկերացնում եք։ Եվ հիմա այս զեկույցը սենց մենք դարձնենք ֆուտբոլի գնդակ, սենք տճել։ Քաղաքական որոշում կա այս ամենի մեջ, պարոն Քոչարյան։ Չէ, ես չեմ տեսնում էս։ Խնդիրը իրավականա կգտնենք լուծում, ինչի մասին է խոսում։ Դուք ինչ եք իրար խանգարում։ Ֆորմատը, որի մասին նշում են, փակ լսումներ, ձեզ համար ընդունելի չի։ Նախ փակ լսումներ այդ ֆորմատ նշանակում է ասում է, որ ըստ կանոնակարգ օրենքի որ ժամկետը խախտվել է, նշանակում է զեկույցը չկա, իհարկե։ Դա արդեն իրավական առումով վիճահարույց են էլ ոնց։ Եթե ընդունում ենք, որ զեկույցը կա, եթե գնում է փակ լսումները, ապա լիագումար ինչի չի գնում։ Եթե լիագումար չի գնում, նշանակում է զեկույցը չկա։ Իսկ եթե զեկույցը կա, փակ թե բաց ինչ կարևոր է։ Իրա հասցեն, դա լիագումար նիստերի դա լշնի։ Բայց եթե լիագումարում ինչ կարծիք ունեն։ Հա, այսօր գրել են, որ հանձնաժողովի անդամները չեն ծանոթացել զեկույցին։ Լուրջ եք ասում։ Բոլորը Առանց դրա ես ոնց եմ ուղարկել։ Այդ այնտեղ կան, ասենք Վիլեն Գաբրիելյանը չի ծանոթացել, որտեղ ինքը պատգամավոր մանդատը դրել է։ Կա նաև մեր գործընկեր, որը չի ծանոթացել, բայց ես 23 թվականի սեպտեմբերից նամակներ ուղարկած ունեմ, որ ձեր տեսակետներ ուղարկեք, ինչպես երկու նամակ։ Այդ կարամ այդ նամակները հրապարակեմ, տեսնեք, այսինքն որևէ մեկը չի կարող շարքի։ Ես բավականին փորձառություն ունեմ ուշադրություն։ Շատ լավ, բայց 23 թիվ սեպտեմբեր նամակները արկա են, բոլորին ուղարկված է։ Ինչի չեն եկել ծանոթանում։ Ինչի չեն եկել, եթե չեն ծանոթացել, հատուկ կարծիքով հանդես գան։ Դա շահարկել, որովհետև ես քննիչ հանձնաժողովի ղեկավարն եմ, դա չէ բարձրացում, դա աշխատանք է։ չէ, նկատի ունեմ, որ Խնդիր չունենք։ Կարող ես բացատրել։ Ես հիմա ասեմ, ոչ մի խնդիր չկա թիմի ներսում, բացարձակ։ Նաև ես ասեմ, այդպիսի խնդրեմ քարորիայի ժամանակ էլ է եղել, բայց խնդիրը դրա մեջ չի։ Խնդիրը հանձնաժողովի
անդամների գերակշիռ մեծամասնություն ոչ միայն ծանոթացել է, ունի իր դրած ստորագրությունը, չշահարկեք, ժողովուրդ լինի, չգիտեմ, ժամկետանց ուղեղով լինեն, անժամկետ ուղեղով լինեն, դա անհերքելի փաստ է։ Պարոն Քոչարյան, եթե քաղաքական որոշում չկա, եթե իրավական առումով խնդիր չկա, դուք եւ Ալեն Սիմոնյանը խնդիր չունեք միմյանց հետ, ուրեմն այս հնջուկը ի՞նչն է պատճառը, որ այսպեսի ձգձգվում է, այս ամեն ինչի համար։ Շատ հնարավոր է, ես սպասում եմ Վլադիմիր Վարդանովից, իրան նա հարց տամ։ Արդյոք ճիշտ է, որ դուք լինելով պետերական հանձնաժողովի նախագահ տվել եք եզրակացություն։ Եթե տվել եք, ցույց տվեք այդ եզրակացության որոշումը։ Հանձնաժողովին իսկ եղել է թե չի եղել։ Կամ ինչ իհարկե չի կարա լինի, այդ դեպքում օրակարգում Թադուր Սողոմյանը չի թող ես սխալվեմ։ Պետք է դրված լինի, որ օրակարգում դենց հարցականնվում։ Ինձ էլ հրավիրեն հարցեր տան։ Իսկ աշխատակարգային նիստը հնարավոր է։ Ոչ կներեք, բոլոր հանձնաժողովները օժտված են հավասար լեզվությամբ։ Շատ լավ, պարոն Քոչարյան։ Եվ վերջին հաշվով ով ասեց, որ իմ պաշտպանության հանձնաժողովի իրավաբանները ավելի քիչ են տեղեկացված, քան մեկ այլ հանձնաժողովի փորձագետները, եւ մենք արտակ հարությունն ունենք գեներալի ուսադիներով, որի ուսանողները մինչև հիմա կրթություն են ստանում այդ մարդուց, ինչի՞ մասը։ Այս հանձնաժողովից էլ կան անդամներ, որոնք համարում են, որ զեկույցը չպետք է ապահովի։ Ով ասում։ Հարցնում են։ Իհարկե ոչ։ Բոլորը այսինքն Իհարկե ոչ, ում բռնացնում եք հարցրեք։ Պետաիրավականի մասին է խոսքը։ Չէ, պաշտպանության հանձնաժողովում չկա այդ հարց, ինչի՞ չկա, որովհետեւ պաշտպանության հանձնաժողովը անդամները ստորագրել են զեկույցի, կարծեմ երրորդ էջում եւ ուղարկված է զեկույցի ամբողջությամբ, որովհետեւ նաեւ արձանագրություններ են իստերի ամեն ինչ տասնյակ հազարից ավել փաստաթղթեր ատակը, տեսագրություններ, ձայնագրություններ, ֆոտո, ուրեմն նյութեր, ինչի մասին է խոսքը։ Այս աշխատանքը ունեցել եք, օրինակ մտավախություն չունեք, որ եթե զեկույցը չհրապարակվի, ես կարող եմ ասել, որ ինչ որ բաներ ունեիք թաքցնել։ Ինչ ես ասում։ Չէ, բա դա է։ Պետք է իսկ պետք է մեղադրեն։ Բայց ինչի համար է իրավակարգավորները գնում դեպի դիագոմար նիստ, հետո գնում է համապատասխան հասցեով ըստ գաղտնիության պահանջի, որից հետո իրավասու բոլորը կարդում են, բոլոր համապատասխան կառույցները ուսումնասիրում են եւ կանոնում են եզրահանգումներ։ Ես նկատում եմ ձեր թիմում ինչ Ոչ։ կա այս Մեր թիմը անհամբեր ես հասկացել եմ, որ մեր թիմը անհամբեր սպասում է զեկույց։ Երեք, երբ որ ես այն հարցազրույցից հետո ֆակտորի մտել եմ դալիճ, բոլորը սպասում են զեկույց։ Ինչի՞։ Որտեղ վերջին հաշվով է զեկույցը մեր երկրի համար է, այս զեկույցը ոչ իմ համար է։ Ինչ եմ ասում, որ ընդդիմությունը պարտավոր էր մասնակցել։ Եվ հիմա իրանք հետ ծանոթաներս որ մոտեցել են, չասեմ անուններ, բա առաջի բաժնում կա այդքան ծանոթանանք։ Շատ լավ հարց է տալի։ Առաջի բաժին որպեսի մտնի, ինքը պետք է գալի ագումար նիստ։ Իսկ եթե չգա, չկարող գնալ առաջի բաժին։ Ոնց։ Չգիտեմ, հարցնում։ Կարող է մեր տունը թե, կարող է ձեր տունը թե, որտեղ չի, իրավակարգավորում կա։ Մի հարցրու դու տրամբան։ Իրավագիտությունը դա տրամաբանությունն է, բարոյականությունը, հիմա տրամաբանությամբ շարժվում։ Պարոն Քոչարյան, հիմա եթե ասվում է, որ որոշումը սա է, Ազատություն ռադիկան, մի անգամ դուք մեծ խնդրեմ փորձեցիք սարքեք իմ անձի շուրջ, բայց ոչինչ։ Ես ներողամիտ եմ, չկա այդպիսի բան։ Ես ներում եմ։ Շնորհակալություն, բայց պարոն Քոչարյան, հիմա եթե ասվում է, որ փակ լսումներ, Ինչ փակ լսում։ փակ լսումներ։ Ասեք օրենքի որքետով ես դեմ չեմ։ Ինչ է կանել, ուզում եմ հասկանալ։ Վերջին հաշվով եթե ոչ մի բան չլինի, կներեք, փակ լսում նշանակում է զեկույց չկա։ Չի հասկանում ասող չկա։ Չէ, ես հարցնում եմ ձեզ։ Ես էլ պատասխանեցի, բացատրեցի իրավաբանորեն, որ ես էլ եմ իրավաբանական երկրորդ կրթությունս իրավաբանությունն է։ Որում կարող եք Ջանգիրյանին հարցնել, ինքնից 5 է դրել։ Պարոն Քոչարյան, Հիմա Նիկոլ Փաշինյանի ձեզ համար միանշանակ է, որ պետք է Ես պարոն Փաշինյանի հետ չեմ քննարկել, բայց բնականաբար կա ինքը որևէ դիրքորոշում հայտնել այս առումով ձեզ։ պարոն Փաշինյանի դիրքորոշումը հայտնված է, երբ որ ինքը 10 ժամ քննիչ անձնաժողովում պատասխանել է հարցերին։ Հիմա խնդիր կա, այս Չկա խնդիր։ Եթե չլիներ Չկա խնդիր։ կարծում եք Ալեն Սիմոնյանը այդպիսի դիրքորոշում։ Ալեն Սիմոնյանը դեռ վերջնական դիրքորոշում չի արտահայտել։ Ես այդպես ման չասեցի։ Շատ լավ, բայց ես հիմա ձեզ ասում եմ, դա խնդիրներ է նորից առաջացրել, որովհետև այդ դիրքորոշումները պետք է հիմնավորված լինեն իրավական լուրջ փորձաքննության արդյունքում։ Հիմա այսինքն պարոն Սիմոնյանը ասել է, որ ես խորհրդակցել եմ պետերական հանձնաժողովի եզրակացությունից ելնելու։ Կներեք, ես սպասում եմ պարոն Վարդյանին, որ գա եւ ինձ էլ ասի, ինչից ելնելով այդ որոշումը կասել։ Եվ վերջին հաշվով ցանկացած խնդիր որ դրվում է եւ դրված է օրենքների մեջ, պետք է ծառայի նպատակին։ Քննիչ հանձնաժողովի նպատակը վերջնական զեկույց ունենալն է։ Իսկ վերջնական զեկույցը պետք է լինի որակական։
Իսկ եթե պիտի ընդամենը էջեր լրացնեի բերեի, դա մի կոպեկի արժեք չուներ։ Իսկ դուք Պարոն իրավական Քոչարյան, ազգային ժողովի նախագահ Այո, այսօր ես նամակ եմ ուղարկել։ իրավական ինչ կներկայացրել։ Ես նամակ եմ ուղարկել։ Հիմնավորումներ եք ներկայացրել, Այն բացատրությունները, որոնք ծնվել են տարբեր բարձրակարգ իրավաբանների հետ քննարկումների արդյունքում, չտամ անուններ, որովհետև երբ որ պետք լինի կտամ հետո։ Պարոն Քոչարյան, ազգային ժողովի նախագահ այսօր ասաց, որ այսօր էլ քննարկվել է եւ այսօր են որոշել դուք էլ արդեն տեղեկացված եք, որ լինելու են լսումներ։ Չէ, ասելա որ ինքը ուզում է լսումներ կազմակերպի։ Ես հիմա չեմ հասկանում։ Եթե լսումներ կազմակերպում եք, նշանակում է զեկույցը չկա։ Այսինքն դուք համաձայնություն չեք։ Լսեք, մենք կամ շարժվում ենք իրավական օրակարգով, պահանջով, կամ լսում ենք միշտ այլ անել։ Ավարտեք, չկա այս։ Լսում դա նշանակում է այլ ռեժիմ։ Լսում հանձնաժողովն է կազմակերպում, այդ լսումներին ովքեր պիտի մասնակցեն։ Եթե լսում է քաղաքացիությունը պետք է մասնակցի։ Պատգամավորները ասաց։ Այդպես լսումներին պետք է բոլորը մասնակցեն։ Ոնց կարա լսում միայն պատգամավորները մեր դեպքում լիագումար նիստը։ Ոնց այն ինչի չեն կանում այդ լիագումար նիստը։ Այդտեղ էլ չխտիր է։ Բայց եթե չեն կանում լիագումար նիստը հողում անելով որ ժամկետը խախտված է եւ զեկույց չի եղել, նշանակում է զեկույցը չկա։ Եթե լսում են գնում դա արդեն ուրիշ թեմաներով խոսեն 44 օրյա պատերազմի ինչ որ դրվագների մասին։ Օրինակ եմ փակ լսումը, որ Ես պատրաստ եմ, դուք շատ լավ գիտեք։ Փակ լսում չի կարող լինել, պարոն Քոչարյան։ Կհիշեք, դուք եք կարծեմ ձեր հանձնաժողովը։ Խոսքը սահմանադրական օրենքի պահանջով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին է։ Դուք հիմա այլ ռեժիմի մասին եք ասում։ Այդ ռեժիմն էլ իրավունք ունի գոյություն ունենա։ Երբ որ բոլոր հարցերի պատասխանները սպառվել են, բայց այդ հարցերի պատասխանների իրավական սպառելու համար պետք է հասկանալ ինչ խոչընդոտ կա։ Եթե նպատակը զեկույցն է, զեկույցը պիտի գա լիագումար նիստ։ Եթե նպատակը զեկույցը չի, ամեն ինչի մասին էլ կարելի է խոսել։ Ձեզ թվում է իմ բոլոր աշխատանքային քննարկումները այս թեմաները շրջանցում են։ Բժշկը մեր հանձնաժողովի ամբողջական տիրույթում նմանատիպ հարցերը թե ազգային ժողովի ներսում, թե ազգային ժողովից դուրս դրանք բազմաթիվ են։ Ուզում եք պնդել, պարոն Քոչարյան, որ այս ամբողջը զուտ իրավական վեճ է։ Այո։ Ոչ մի ուրիշ։ Ես սպասում եմ իրավական վեճի հիմնական մասնակիցներից մեկին Վլադիմիր Վարդյանի վերադարձին, որովհետև մեր քարտուղարության մեկնաբանությունները կներեք համոզիչ չեն։ Տիկին Խաչատրյան, ձեր համար եմ ասում։ Ասեք, լսում եմ։ Ձեր համար եմ ասում։ Համոզիչ չեն առումով, որ կա նախադեպ եւ քարտուղարությունը եթե ունի տեսակետ, պետք է տեսակետը ունենա նաեւ այն ժամանակ, երբ որ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ա եղել եւ այդ նախադեպը խոսում է, որ իրավական այս խնդիրը կարգավորված է։ Նախադեպը, դա խախտել չի կարելի։ Դա խախտելու դեպքում կարող Նախադեպներով առաջ չեն գնում։ Մոռացեք ամբողջ աշխարհը գնում է, մենք բացառություն։ Բայց ազգային ժողովի նախագահ ասում է, որ պետաիրավական էլ է եզրակացություն տվել, պարոն Քոչարյան։ Ուշադրեք, ոչ, փակագծերը կբացեմ։ Փակագծերը կբացեմ միայն դուք հիմա գաղտնի տեղեկություն եք ուզում։ Այնքանը որքանով թույլատրելի է դա։ Թույլատրելի չի այս պահին ոչինչ։ Պարոն Քոչարյան, եթե հանձնաժողովի ժամկետը լրացվել, ժամկետների խախտում կա, ձեզ երբևէ ասել են, որ մի Ոչ, գրեք, մի իհարկե չարեք, ոչ։ այդ զեկույցը մի Իհարկե։ արեք։ Բայց այսքան ինչի ենք տանջվում։ Չեք պատկերացնի, քանի ժամերի եթե վերացենք, օրեր, ժամեր, ամիսներ, տարիներ, դե պատկերացրեք այդ աշխատանքի ծավալը, երբ որ ես զեկույցը ներկայացնեմ ինչ հիմքերի վրա է ծնվել այդ զեկույցը։ Կարամ զեկույցի էջերի քանակ ասեմ, ինչ որ ես պետք է կարտամ։ 215։ Բայց միայն եզրակացությունը ինքը շատ ավելի մեծ կտոր է ներկայացնում եզրակացության զեկույցի մեջ։ Բայց զեկույցը ունի գաղտնի, շատ գաղտնի, խիստ գաղտնի, հուշ գաղտնի, դա բարդ խնդիր է։ Այդ զեկույցի ներկայացնելն էլ բարդ խնդիր է։ Թույլտվությունների աստիճանակարգերը տարբեր են։ Օրինակ դուք առանձնացրել եք, քանի տոկոսը հնարավոր կլիներ հրապարակային օրինակ ներկայացնել, եթե մոտավոր Այո, բայց ասեք։ ես պետք է նայեմ մտնոլորտը ինչպեսին կլինի, որտեղ այս զեկույցը պետք է ծառայի իր նպատակին։ Դա այն բացթողումների պատճառների հիմքերը, որը մեր ուժային կառույցների համար պետք է լինի ուղղակից դրանք օր առաջ վերացնել։ Իսկ մարդկանց ինչ տոկոս կարող էր հասնել։ Իմն էլ կա, քոնն էլ կա, բոլորինս էլ կա, հետո Ինչի Փաշինյան չի ասում, որ ամեն ինչի մեղավորը ես եմ։ Ես չեմ ասում, որ ես էլ եմ մեղավոր։ Իսկ նախկինները մեղավոր են, հիմա չեմ խոսում նախկինների մեղքերի մասին։ Մենակ ասեմ, բանգաբուտուլկեկը այսօր փոխված են ամրոցներով։ Թող հասկացողը հասկանա ինչի մասին է խոսքը։ Էլ չեմ ասում ժամանակին մի հատ մեղ չէին կարտադրում, այսօր մեր ռազմաշնորհաբերության վիճակը ինչպեսին է։ Այդեք մեղավորներ ման մի եկեք։ Եկեք դասեր քաղելու մասին խոսենք։ Չկան մեղավորներ։ Ինչի՞ չկա։ Ինչի՞ չկա։ Քրեական գործերի քանակը պատկերացնում եք։
Զեկույցում կան դավաճաններ, մեղավորներ, ամեն ինչ էլ կա։ Կհաջորդեն քրեական գործողություն։ Դավաճանները կան, Ես քննիչ չեմ։ Սա քաղաքական իրավաքաղաքական փաստաթուղթ է։ Դավաճանները։ Ինչի դուք չգիտեք, որ քրեական գործեր կան դավաճանություն։ Զեկույցում, թե զեկույցի մասին չէի Դրա ասում։ մաս այդպիսի հատված կա։ Պարոն Քոչարյան, երբ որ հանձնաժողովը ձևավորվեց եւ սկսեց աշխատել, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը շարունակվում էր։ Օգոստոսին ունենք արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագիր։ Հնարավոր է, որ զեկույցը խանգարի խաղաղության գործընթացին։ Բայց դրա համար զեկույցը պետք է փակ ռեժիմով լինի, որպեսզի որևէ շահարկումների տեղ չտա։ Իհարկե կլինեն արտահոսքեր, որը միշտ կարելի ասել, որ դա ճիշտ չի։ Զեկույցի գաղտնիության հենց իմաստը դրա մեջ է։ Իհարկե բոլորը կդժգոհեն, որ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ այնպես արեց, որպեսզի զեկույցը հասանելի չլինի լայն հասարակությանը, բայց կներեք, բոլոր երկրներում էլ կան զեկույցներ, որոնք, ասենք նույն Ամերիկայում Քենեդի սպանությունը չէ 40 թիվը փակ է լինելու։ Իսրայելում նմանատիպ զեկույցները 10 տարուց ավել են տևել։ Հիմա ժամկետի խնդիր է։ Բալավ չգիտեք, որ նման բարդ առաջին անգամ է, որ ազգային ժողովը երկու մեծ քննիչ հանձնաժողով, մեր հանձնաժողով աշխատանք է կազմակերպել 44 օրյա։ Դուք չգիտեք, որ եթե այդ ժամկետով եք անում, դուք զեկույց չեք ունենա որակել։ Գուցե պետաիրավական առաջերտին մտածել այդ ժամկետները նմանատիպ հանձնաժողովների աշխատանքի համար ընդհանրապես աներ, որովհետև եթե շարժվենք օրենքի տրամաբանությամբ, որը իմ համար ընդունելի է, որ ասում են, դա պարոն Քոչարյանի մեկնաբանությունն է։ Այդ մեկնաբանության պայմաններում, եթե այլ ճանապարհով գնանք, իմ լիազորությունները կավարտի ազգային ժողովի աշխատանքների ավարտի հետ մեկտեղ։ Ըստ այդ տրամաբանության։ Բայց քանի որ հիմա ներկայացված, եթե զեկույցը կապտի գալի ագումար, եթե զեկույցը չկա, ապա ինչն ենք տանում լսումների։ Այդ հարցի պատասխանը, եթե Վլադիմիր Վարդանը կարողանա բացատրի, ես ուրեմն կընդունեմ դա եւ կգնամ ձեր հետ միասին զրույցի լսումների մեջ։ Պարոն Քոչարյան, ես ճիշտն ասած Չէ, որտեվ Ալեն Սիմոնյանը ասաց, որ խորհրդակցել է իրավաբանների եւ մեր քարտուղարության պետի հետ։ Երկուսն էլ շատ հարգված մարդիկ են։ Պետաիրավական կարող է ես եմ։ Դու ազատություն ռազմական ինչ-որ հետ անգել պրոցեսներից։ 3 տեղից ասաց, որ կարծիք կա, 3-ը իդենտիկ են։ Երրորդը ասաց, որ ինքն է, որտեղ իրավաբանական կրթություն ես էլ Պետաիրավականն էր, պարոն Քոչարյան։ Պետաիրավականը դա հանձնաժողով է։ Պարոն Վարդյանը դա անհատ է։ Հա, դուք առանձին անհատի կարծիքն եք նաև ուզում, պարոն Քոչարյան։ Հանձնաժողովի նախագահի, որտեղ տրվել է հանձնաժողովի անունից կարծիք։ Դե կարծում եք ինքը տեղյակ։ Ես ուզում եմ այդ կարծիքին ծանոթանամ, բադ բան եմ ասում։ Ձեր համար եմ ասում։ Իզմի հարցրու, կարծիք տվողին հարցրու։ Եվ պարոն Քոչարյան, մի հարց է, դուք անընդհատ ասում եք, որ դա պետքա հանրության բանը դառնա զեկույցը, նաև հանրությունը տեղեկանա խնդիրներից։ Մյուս կողմից էլ ասում եք զեկույցը այնպեսին է, որ պետք է փակ լինի։ Այո։ Հիմա վերջը մարդիկ ինչ որ տոկոս հնարավորություն կունենան գոնե ծանոթանալու, թե ամբողջությամբ գոնե փակ պետական կառույցների համար կլինի բաց, որոնք իրավասություն ունեն, որոնք պետքա այդ զեկույցից վերցնեն հատվածներ եւ այդ հատվածներին առնչվող թեմաները ուսումնասիրեն եւ տան լուծումներ։ իրենց նկատմամբ, իսկ Ես ձեզ ասեմ, հանրությունը զեկույցի պատրաստելու ընթացքում նաև գլխավոր դատախազին մի հսկա կտոր արդեն ուսումնասիրված ասահականների հատվածը ուղարկեն գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրեն եւ ընթացք տան այդ երևույթների նկատմամբ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։